Ինձ կարևորը, որ իմ դեղորայքը ինձ տեղ հասնի, օգնում են, ինձ անում են, ինչա լինում էլ այդքանը չգիտեմ։ 78-ամյա տիկին Սուսաննան տեղյակ է, առողջությունը պարտադիր ապահովագրված է պարտադիր կարգով, բայց թե ինչ համակարգ է, ինչպես է գործում, չի հասկանում։ Նաիրա Բաղդասարյանն էլ պոլիկլինիկայում է հոր համար։ Տոներին 89-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, բժշկի օգնության կարիք ուներ, բայց նախ աղջիկը պետք է օգներ Արմեդում գրանցվել։ Արմեդում գրանցվել ընդհանրապես չկարողացավ, ես եմ դժվարությամբ գրանցել, որտեղ այնտեղ բիոմետրիկ տվյալներ էր պահանջում, դեմքը նկարել, 79 տարեկան, հրահանգներին ճիշտ չի հետևում, ասում է ժպտա, ինքը նենց է ժպտում, չի հասկանում հեռախոսը։ Աչ ու ձախը խառնում է։ Կարլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում ապահովագրությամբ սպասարկել են 4 բուժառու։ Փորձաքննության գծով փոխտնօրենը նշում է, այցելուները տեղեկացված են, պարզապես տեխնիկական խնդիրներ ունեն։ Եթե գալիս են պոլիկլինիկա եւ համակարգում գրանցված չեն լինում, նախ օգնում են գրանցվել։ Եթե սմարթֆոնի հնարավորությունը չների, ուղեգիր կգրեն, որ բուժառուն ունի պետական ապահովագրություն։ Դեղորայքել ենք տրամադրել, 2 հոգու ուղեգրել ենք սրտաբանական բաժանմունք, 1 հոգու վիրահատության, մյուսն էլ դիալիզի բնակիչ է եղել։ Ամեն դեպքում նաև տեխնիկապես համակարգում կերևա, որ այցելուն որևէ սոցխմբից է եւ ունի պարտադիր ապահովագրություն։ Բուժառուների մեծ հոսք կա նաև 17-րդ պոլիկլինիկայում։ Մեծահասակները գալիս են, որպեսզի օգնեն իրենց գրանցվել համակարգում։ Մեծամասամբ չունեն դեռ քաշած այդ Արմեդը, օգնում ենք, քաշում ենք, բացատրում ենք, ասում ենք, մարդկա որ կնոպիչնի ռախոսով ա գալի, որը չի ստացվում, ինտերնետ էլի օգնում ենք, ինչ որ մեր ինտերնետին են կպցնում, բայց թե հիմնականում դժվարանում են, չեն կարողանում։ Մինչև ներքևում փորձում են օգնել այցելուներին, վերևում Արմեդ համակարգ փորձում է մուտք գործել առողջության կենտրոնի տնօրենը։ Հիմա ասում է ժպտացեք, հետո ասում է թարթեք աչքերը, մենք թարթում ենք աչքերը, հետո նայեք աջ, նայում ենք աջ, կատարված է, սպասում ենք մինչև բացի։ Սա առաջին փորձը չէ։ Քայլերը անցնելուց հետո համակարգը դուրս է հանում։ Նախորդ անգամ 40 րոպե սպասել են, բայց ապարդյուն։ Տիկին Բադալյանը օգնության է կանչում փոխտնօրենին, իր հեռախոսով է ցույց տալիս Արմեդի հնարավորությունները։ Ասում է, ծանրաբեռնված է, դա է ընդհանրապես պատճառը։ Այստեղ ցույց է տալիս հատուցվող ծառայությունների ցանկը եւ բուժ հաստատությունները։ Այնուհետև քայլ առ քայլ բուժառուի մոտ կբացի բոլոր դաշտերը ցուցադրելով ծառայությունների ցանկը։ Ունեմ ապահովագրություն եւ ուզում եմ այսինչ հետազոտությունը, դա այդպես չի։ Ունեմ ապահովագրություն եւ կա անհրաժեշտություն, որը որոշում է բժիշկը։ Եթե կա բժշկական ցուցում, այսինքն մարդը ունի տվյալ հիվանդությունը, ունի տվյալ դեղորայքի անհրաժեշտությունը, ունի տվյալ հետազոտության կարիքը, միանշանակ ինքը կուղեգրվի եւ կստանա այդ ծառայությունները։ Ծրագրի այս փուլում առողջապահության պարտադիր փաթեթներ ունեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։